Պարոն Խաչատրյան, հունիսի 6-ին ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ Սյունիքի մարզի 2 անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Արդեն հունիսի 7-ին ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ Սյունիքի մարզի տեղհամայնքի 2 անչափահաս բնակիչները պարզապես մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում, իսկ Ադրբեջանի տարածքում հայտնվելու լուրերն էլ չեն համապատասխանում իրականությանը։ Դրանից հետո այսպես տարբեր քննարկումներ կան, ինչու էր ԱԱԾ-ն առաջին հաղորդագրության մեջ նշել Ադրբեջանի տարածքում հայտնվելու լուրը տղաների, երկրորդում արդեն, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Այո, երեխաները շուրջ 20 ժամ երևի չկային եւ մոլորվել էին եւ նրանց տեղը որևէ մեկին հայտնի չէր։ Վարկած կար, որ նրանք հատել են սահմանը եւ հայտնվել Ադրբեջանի վարչական տարածքում։ Այդ վարկածի մասին ազգային անվտանգության ծառայությունը հրապարակում է արել եւ ընդհանրապես վարկածները մշակելուց մշակում է ամենահավանական եւ այսպես ասած վատ վարկածները եւ այդ ուղղությամբ են մեր հատուկ ծառայությունները եւ պետական կառավարման համապատասխան մարմինները աշխատել այն վարկածով, որ սահմանը հատել են, բայց երեխաները 20 ժամ հետո հայտնաբերվելուց հետո մանրամասն հարցաքննվել են եւ պարզվել է, որ նրանք մոլորվել են, մառախուղի պատճառով մոլորվել են տեղանքում եւ հնարավոր է եւ կարողացել են վերադառնալ նաեւ մոտ 20 ժամ անց, սա նորմալ է, որովհետեւ մինչեւ երեխաներին չգտնեինք, մինչեւ երեխաները չհարցաքննվեին, բոլոր մանրամասնությունները չենք կարող տիրապետել։ Այդ ամենից հետո ազգային անվտանգության ծառայությունը բազմակողմանի այդ հանգամանքներն ուսումնասիրելուց հետո արդեն հստակ հայտարարություն է տարածել, որ այո, երեխաները մոլորվել են, բայց Ադրբեջանի տարածքում ոնց որ թե չեն հայտնվել։ Տղաների գտնվելու օրը դուք մարզում էիք, դուք ինքներդ զրուցել եք նրանց հետ, իրենք ինչ հոգեվիճակի մեջ էին։ Այո, ամսի 6-ի առավոտյան լուրը իմանալուց շարժվել եմ դեպի Սյունիք, դեպի Գորիս։ Երեկոյան արդեն տեղ համայնք, երբ որ ժամանել եմ տեղ համայնք, երեխաները արդեն գտնվել են տեղ համայնքի ղեկավարի մոտ եւ մեր զինվորականների ու ազգային անվտանգության ծառայության համապատասխան ուշադրության կենտրոնում։ Այո, ես գտնվել եմ այնտեղ եւ այո, երեխաները պատմել են, որ ինչպես են մոլորվել, որտեղ են գտնվել եւ ինչպես է ստացվել, որ մոլորվել են գիշերվա ժամին եւ ինչպես են վերադարձել, այո, այդ ամեն ինչը մանրամասն ստուգվել է։ Եվ ընդհանուր առմամբ խոսենք Սյունիքի անվտանգությունից, այս դեպքից հետո ասում են ընդդիմադիր հատվածը ասում է տեսեք այնտեղ այդքան էլ անվտանգ չէ, ընդհանուր առմամբ դուք ո՞նց եք գնահատում Սյունիքում իրավիճակը։ Ես նախ մի հատ կոչ կուզեի ուղղել լրատվական ծառայություններին եւ լրագրողներին, այսպիսի դեպքեր, որ լինում են, չշտապեն եւ անհիմն հայտարարություններ չանեն, որովհետեւ նման հայտարարությունները կարող են մարդկային կյանքեր արժենալ։ Եվ այս դեպքով եւս, չգիտեմ ուղղորդված, դիտավորյալ, թե ուղղակի որոշակի գիտելիքների պակասից ելնելով, մի շարք լրագրողներ, քաղաքական շրջանակներ հայտարարություններ են անում, հենց այսպես։ Տեղ գյուղից առևանգվել են երիտասարդներ, պատկերացնում եք ինչ են իրենք հայտարարում, տեղ գյուղից նույնիսկ շունչ են կարող ինչ-որ մարդիկ առևանգել։ Այսքանը կասեմ եւ կոչ եմ անում, որ շատ ուշադիր լինեն, հետեւել միայն պաշտոնական հաղորդագրություններին եւ օդից ինչ որ տեղեկություններ չհնարել, ինչ որ դիվանի նստված, ինչ որ մի աղջիկ որոշում է, որ ԱԱԾ-ն ճիշտ է ասել կամ սխալ է ասել կամ այսյան կամ այնյան, չմտածելով, որ դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Սյունիքի անվտանգության հետ կապված պետք է ասեմ, որ սահմանների հիմնական մասը վերահսկվում է զինվորականների կողմից, մի մասը վերահսկվում է սահմանապահ զորքերի կողմից եւ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տրամաբանական ավարտից հետո բնականաբար սահմանազատում, սահմանագծում պետք է տեղի ունենա, մեր սահմանները նորից պետք է վերարտադրվեն այնպեսին, ինչպեսին եղել են եւ որից հետո բնականաբար սահմանապահ զորքերը պետք է հսկեն մեր սահմանային հատվածները, օրեցօր իհարկե անվտանգային միջավայրը շատ ավելի ամուր է դառնում, շատ ավելի կայուն է դառնում եւ պետության ողջ գործառույթը, թե դիվանագիտական, թե տնտեսական, թե ռազմական ուղղված է այս խնդիրները լուծելու։